Սիրելիներ, այսօրվա Աստծո խոսքի պատգամի վերնագիրն է «Ուր է ուղղված հայացքդ»։ Պատմության ընթացքում բազմաթիվ մարդիկ եւ նաեւ շարժումներ փորձել են հաշվել կամ կանխագուշակել Աստվածաշնչում նկարագրված վերջին ժամանակները կամ Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։ Որոշ ուսումնասիրություններ իրենց հաշվարկի արդյունքում պարզել են, որ պատմության ընթացքում եղել են ավելի քան 200 հայտնի աշխարհի վերջի կանխատեսումները, եւ բոլոր այդ կանխատեսումները սուտ են դուրս եկել։ Ուրեմն Տեր Հիսուսի համբարձման եւ նրա վերադարձի պատգամը կենտրոնանում է ոչ թե Տեր Հիսուսի վերադարձի ամսաթվերի հաշվարկի վրա, այլ պատրաստ եւ հավատարիմ ապրելու վրա։ Գործք առաքելոց առաջի գլուխ 6-ից 11 համարներում Աստծո խոսքը ասում է, խնդրեմ, որ բացեք ձեր սուրբ գրքերը եւ հետևեք Գործք առաքելոց առաջի գլուխ 6-ից 11 համարներ։ Աշակերտները իրար միացան եւ նրան հարցրին ասելով. Տեր, այս ժամանակ է Իսրայելի թագավորությունը վերահաստատելու։ Եվ Հիսուսը ասեց նրանց. Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակները իմանալը, որ Հայրը իր իշխանությամբ սահմանեց, բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։ Այս ասելուց հետո, մինչ նրանք նայում էին, Հիսուսը վեր բարձրացավ եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ Եվ մինչ նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք եւ Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին, նրանց ասեցին. Ով գալիլեացիներ, ինչ եք կանգնել ու երկինք նայում, այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսակ երկինք գնալիս, ամեն Աստծո խոսքին։ Մարդը միշտ ցանկացել է իմանալ ապագան, ժամանակները եւ Աստծո ծրագրերի մանրամասն նկարագրությունը, բայց Տեր Հիսուսը աշակերտների ուշադրությունը փոխեց։ Նա նրանց ցույց տվեց, որ ամենակարևորը ոչ թե ժամանակների իմացությունն է, այլ Սուրբ Հոգու զորությամբ Քրիստոսին վկայելը։ Այդպիսով համբարձման տեսարանը դարձավ եկեղեցու առաքելության սկիզբը։ Համբարձված Քրիստոսը այսօր էլ կենթանի է, նա թագավորում է եւ մեկ օր անպայման նա պիտի վերադառնա։ Սիրելիներ, Քրիստոս Հիսուս մեզ չի կանչել զբաղվելու ժամանակների գաղտնիքների բացահայտումով, այլ Սուրբ Հոգու զորությամբ լինելու իր հավատարիմ վկաները մինչև իր երկրորդ գալուստը։ Առաջի քարոզի առաջի հատվածում մենք պիտի խոսենք հարց պատասխանի եւ Տիրոջ կողմից տված առաջադրանքի մասին։ 6-րդ համարը նորից պիտի ընթերցեմ, որտեղ ասում է. աշակերտները իրար միացան եւ նրան հարցրին ասելով. Տեր, այս ժամանակ է Իսրայելի թագավորությունը վերահաստատելու։ Տեր Հիսուսի քարոզության կենտրոնական թեման Աստծո արքայությունն էր, ինչպես գրված է Մարկոս ավետարան առաջի գլուխ 14 եւ 15-րդ համարներում։ Հովանեսի մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա, քարոզում էր Աստծո թագավորության ավետարանը ու ասում. լրացել է ժամանակը եւ մոտեցել է Աստծո թագավորությունը, ապաշխարեք ու հավատացեք ավետարանին։ Սակայն մարդիկ այս ճշմարտությունը հասկանում էին բոլորովին այլ կերպ։ Հրեաները վստահ էին, որ իրենք Աստծո ընտրյալ ժողովուրդն են, սակայն նրանք իրենց ընտրված լինելու փաստը հաճախ ընկալում էին որպես ապագա համաշխարհային գերիշխանության խոստում։ Այդ պատճառով շատերը Մեսիային սպասում էին որպես երկրային թագավորի, որը պիտի վերականգներ Իսրայել ազգի ուժը ու նրա անկախությունը։ Ուրեմն քրիստոնեական կյանքի կենտրոնը ոչ թե ապագայի բոլոր մանրամասն իմացությունն էր, այլ ներկայի մեջ
քարոզելու Աստծո թագավորությունը ասելով. ապաշխարեք, որովհետև մոտեցել է Աստծո թագավորությունը։ Մենք պիտի իմանանք, որ բաներ կան, որոնք Աստված թույլ է տվել, որպեսզի մենք իմանանք, ճանաչենք եւ հասկանանք, բայց բաներ էլ կան, որ մեզնից թաքնված պիտի մնան։ Ինչպես Հայտնության գրքում գրված է. երբ 7 որոտները իրենց ձայնով խոսեցին, պիտի գրեի, ասում է Հովհաննեսը, սակայն երկնքից մի ձայն լսեցի, որն ասում էր. կնքիր այն, ինչ 7 որոտները խոսեցին, եւ սրանք մի գրիր։ Հաջորդ տեղը Հայտնություն 22:10 համարում ասում է. եւ ինձ ասեց. այս գրքի մարգարեության խոսքերը կնքված մի պահիր, որովհետև ժամանակը մոտ է։ Տեսնում ենք, որ նկարագրություն կա, բաներ, որոնք որ Աստծո կողմից արգելված են մեր իմանալու համար եւ բաներ, որոնք որ մեզ թույլ տրված են։ Ուրեմն Տեր Հիսուս աշակերտների ուշադրությունը տեղափոխեց ոչ թե երբի, այլ ինչ անելու վրա։ Ոչ թե ինչ է լինելու հետո, այլ ինչ պիտի անեմ ես հիմա։ Որն է հիմա իմ գործառույթը որպես հոգևոր մարդ։ 7-րդ համարն ասում է. եւ Հիսուսը ասեց նրանց. ձեր գործը չէ ժամերն ու ժամանակները իմանալը, որ Հայրը իր իշխանությամբ սահմանեց։ Տեր Հիսուս բացահայտ կերպով ցույց տվեց, որ մարդկանց տրված չի իմանալ նրա վերադարձի ճշգրիտ օրը եւ ժամը։ Այդ ամենի ճշգրիտ ժամանակը մնում է Աստծո իշխանության ներքո։ Եվ այդ ժամանակի փնտրտուքը մեզ համար դառնում է անիմաստ եւ անօգուտ մի գործողություն։ Մարկոս ավետարանում ասում է 13-րդ գլուխ 32 համարից սկսած. սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի, ոչ հրեշտակները երկնքում, ոչ էլ որդին, այլ միայն Հայրը։ Զգույշ եղեք, արթուն մնացեք ու աղոթք արեք, որովհետև չգիտեք, թե ժամանակը երբ է գալու։ Մեզնից պահանջվում է հետևյալը. զգույշ եղեք, արթուն մնացեք եւ աղոթք արեք։ Սա մեր ուղիղ պարտավորությունն է Աստծո առջև։ Զգուշություն ցուցաբերելու, ուշադիր լինելու մեր հոգևոր կյանքին, մեր անձնական կյանքին, հոգևոր հասունությանը, զգուշություն ցուցաբերելու, որպեսզի չընկնենք մեղքի մեջ։ Հաջորդն ասում է արթուն մնացեք, զգաստ եղեք, ուշադրություն դարձրեք ինչ է կատարվում ձեր ներսը, ձեր մտքում, ձեր սրտի մեջ, ձեր գործողություններում, արթուն մնացեք։ Որտեղ երբ որ մենք հոգևորապես արթուն ենք, ապա զգաստ ենք գտնվում եւ ուշադիր ենք գտնվում, որ չհայտնվենք մեղքի ճիրաններում։ Եվ նաեւ ասում է աղոթք արեք։ Սակայն մենք տեսնում ենք նաեւ մեր իրականության մեջ մեկ իրականություն, որ մարդիկ փոխանակ զգույշ լինեն, արթուն լինեն եւ աղոթեն, ավելի այլ բաներով են զբաղված, քան թե բուն իրենց պատասխանատվությունը, իրենց գործը կատարելու իրենց կյանքի մեջ։ Ուրեմն հավատացյալ ժողովրդի առաջնային կոչումը ոչ թե ապագայի բոլոր մանրամասները պարզելն է, այլ պատրաստ եւ հավատարիմ ապրելը, որպեսզի Տերը իր գալստյան ժամանակ մեզ գտնի հոգևորապես արթուն եւ իրեն հնազանդ վիճակի մեջ։ Սիրելիներ, երբ որ Տեր Հիսուս գա, ինչ վիճակի մեջ կգտնի։ Երանի նրանց, երբ որ Տեր Հիսուս գա, նրանց գտնի արդարություն գործելիս եւ ոչ թե անարդարություն գործելիս։ Երանի երբ որ Տերը գա, մեզ գտնի սեր ցուցաբերելիս եւ ոչ թե ատելություն։ Երբ որ Տերը գա, թող մեզ գտնի խաղաղության մեջ եւ ոչ թե անհաշտության եւ բարկության մեջ։ Մարդը պիտի ավելի հետաքրքրված լինի այն բաներով, ինչը իր ուղակի եւ ուղիղ պարտավորությունն է հանդիսանում։ Աստծո խոսքն ասում է քո գործը չի իմանալ ժամերն ու ժամանակները, այլ քո գործն է Աստծուն հավատարիմ կերպով ապրել։ Հովանու ավետարանի մեջ
հետևյալ պատմությունը կա, երբ որ Տեր Հիսուս մի կնոջ հետ խոսում է ջրհորի մոտ եւ ասում է, Հիսուսը նրան ասաց. գնա ամուսնուդ կանչիր ու այստեղ արի։ Կինը պատասխանեց. ես ամուսին չունեմ։ Հիսուսը նրան ասեց. լավ ասեցիր, ամուսին չունեմ, որովհետև դու 5 ամուսին ես ունեցել եւ նա ում հիմա ունես, քո ամուսինը չէ։ Դա ճիշտ ասեցիր։ Մենք տեսնում ենք, որ անուղղակի կերպով Տեր Հիսուս ասում է, որ դու գտնվում ես անառակության մեջ։ 5 ամուսին ես ունեցել, այս 6-րդի հետ որ ապրում ես, քո ամուսինը չի։ Կինը նրան ասեց. Տեր, տեսնում եմ, որ դու մարգարե ես։ Մեր հայրերը այս լեռան վրա երկրպագություն արին, իսկ դուք ասում եք, թե Երուսաղեմումն է այնտեղը, որտեղ պիտի երկրպագություն անել։ Բայց ժամանակը կգա, ասեց Տեր Հիսուս, եւ արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետեւ հայրը իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ Տեր Հիսուս այս կնոջը մեկ կարևոր բան ասեց, որ ուշադրություն դարձրա քո կյանքին։ Ինչ տեսակ կյանք ես ապրում։ Ինչ հոգևոր եւ բարոյական կերպար ունես դու հիմա։ Եվ փոխանակ ես կինը ասել, որ այո, դու ճիշտ ես ասում եւ գար ապաշխարությամբ մեկ հետարքիր բան է ասում։ Մի հատ կարևոր վարդապետական հարց է առաջ բերում։ Որտեղ է ճիշտ երկրպագության տեղը։ Շատ է պատահում, երբ որ մարդկանց հետ խոսում ենք եւ մարդիկ հարց են տալի, ինչ եմ անելու որ հավիտենական կյանք ունենամ, եւ ուղիղ խոսում ենք դրա մասին եւ ասում, որ գիտես ինչ, պիտի հրաժարվես այն մեղքերից, այն վատ սովորություններից, որ դու հիմա գտնվում ես դրա մեջ, մեկ էլ սկսում է բարդ աստվածաբանական, վարդապետական կամ այլ հարցեր տալը։ Կարծես թե ուշադրությունը իր վրայից գցելով մեկ ուրիշ կողմ։ Սիրելիներ, տեսնում ենք, որ Տեր Հիսուս այստեղ պատասխանում է ոչ թե որտեղ է ճիշտ երկրպագության տեղը, այլ ինչպես պիտի երկրպագենք, ոչ թե որտեղ, այլ ինչպես։ Ուրեմն խնդիրը նրանում է, որ մարդիկ ճշմարիտ աստվածպաշտությունը կապում են վայրի, ժամանակների կամ ժամանակաշրջանի կամ անձանց հետ։ Իսկ Տեր Հիսուս ասաց ոչ թե որտեղ, այլ ինչպես է պետք, որ մենք պաշտենք նրան։ Հովանու ավետարան 21-րդ գլուխ 20-ից 22 համարներ։ Ապա Պետրոսը շրջվեց եւ տեսավ, որ իրենց հետևից գալիս է այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, եւ որը ընթրիքի ժամանակ նրա կրծքովն էր ընկել ու ասել. Տեր, ով է որ մատնելու է քեզ։ Պետրոսը նրան տեսնելով Հիսուսին ասաց. Տեր, իսկ սրան ինչ է լինելու։ Սա մի տեսան է, որտեղ Տեր Հիսուս Պետրոսին կանչում է առանձին զրույց ունենալու եւ շրջում է տեսնում, որ Հովանեսը քայլում է իրանց հետևից եւ շրջում է Հիսուսին ասում, որ Տեր, ինձ կանչել ես, բայց մեր հետևից գալիս է։ Ինչ է լինելու սրա հետ։ Հիսուսը նրան ասեց. Եթե ես կամենում եմ, որ դա մնա մինչև որ ես գամ, քեզ դրանից ինչ, այլ թարգմանության մեջ, քո ինչ գործ, դու արի իմ ետևից։ Այո, բաներ կան, որ մեզ չի վերաբերվում, մեզ ինչ, մեր գործը չի։ Այլ Աստված այսօր մեզ հստակ գործ է հանձնարարել, հստակ ընթացքի մեջ էր դրել եւ հստակ անելիքներ ունենք մենք։ Մենք չենք կարող մեր հայացքը գցել միտեղ, որը որ մեր հսկողության, մեր իշխանության տակ չի եւ մենք դա չենք էլ կարող ընկալել եւ հասկանալ։ Այսօր Աստված մեզ հանձնարարել է հավատարիմ գտնվել եւ նրա արքայության համար ծառայել։ Ուրեմն, եթե ժամանակաշրջանները քննելը մեր գործը չէ, ապա ո՞րն է հանդիսանում սիրելիներ մեր գործը։ 8-րդ համարում ասում է. բայց դուք զորություն կստանաք, երբ հոգին ձեր վրա գա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։ Սիրելիներ, առանց Սուրբ Հոգու մարդու համար անհնար է ճանաչել Տեր Հիսուս Քրիստոսին։ Առանց Սուրբ Հոգու անհնար է ծառայել այնպես, ինչպես որ Աստված է ուզում, որ ծառայենք նրան։ Առանց Սուրբ Հոգու ուղղորդման, առաջնորդության անհնար է, որ մենք կարողանանք հավատարմորեն եւ Աստծո խոսքին հնազանդ կերպով քայլել դեպի Տեր Հիսուս Քրիստոսը։
Ուրեմն ինչ է նշանակում լինել Քրիստոսի վկայող անձ։ Ինչ է նշանակում լինել վկա։ Քրիստոնյայի վկայությունը հիմնված է ոչ թե միայն գաղափարների, այլ Տեր Հիսուսի հետ իրական կենթանի հանդիպման եւ ճանաչման վրա։ Վկան չի ասում, կարծում եմ, որ դա ճիշտ է։ Վկան ասում է, ես գիտեմ, որ դա ճիշտ է։ Ես ճանաչում եմ նրան։ Հաջորդը, ճշմարիտ վկայությունը միայն խոսքերով չէ, այլ նաև ապրած կյանքով։ Երբ մարդու կյանքում երևում են սեր, խաղաղություն, ներում, սրբություն, համբերատարություն, եւ այդ վկայությունը հաճախ ավելի զորավոր վկայություն է դառնում, քան թե հազարավոր բառերը։ Հունարեն մարտուս բառը նշանակում է եւ վկա եւ նահատակ։ Սա ցույց է տալիս, որ Քրիստոսի վկան պետք է պատրաստ լինի հավատարիմ մնալու նույնիսկ դժվարությունների, հալածանքների եւ մինչեւ անգամ զոհաբերության մեջ։ Տեր Հիսուսը աշակերտներին չթողեց պասիվ սպասման մեջ, նա նրանց տվեց առաքելություն։ Սուրբ Հոգու զորությամբ լցված քարոզել ավետարանը։ Դուք զորություն կստանաք, ասում է Աստծո խոսքը, երբ Հոգին ձեր վրա կգա։ Ինչու՞։ Ինչու էր սիրելիներ հարկավոր, որ աշակերտները Սուրբ Հոգու զորությամբ լցված լինեն։ Ինչու է այսօր նաև հարկավոր մեզ համար, որ մենք էլ Սուրբ Հոգու զորությամբ լցված լինենք։ Մատթեոս ավետարանում 28-րդ գլուխ 19 եւ 20 համարները ասում են. Արդ գնացեք աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտելով հոր, որդու եւ Սուրբ Հոգու անունով, սովորեցրեք նրանց, պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Սիրելիներ, սա այն հանձնարարականն է, որ մեզ Աստծուց տրված է։ Սա այն հանձնարարականն է, որ առանց Սուրբ Հոգու զորության, առանց նրա տված շնորհի մենք ի վիճակի չենք գործի անցնել եւ ծառայել Աստծո նպատակին։ Ուրեմն Սուրբ Հոգով լցված մենք կարող ենք դուրս գալ եւ քարոզել փրկության ավետարանը, դուրս գալ եւ մարդկանց ծանոթացնել Քրիստոսի հետ եւ ծանոթացնել նրա փրկարար կենթանի խոսքի հետ։ Երկրորդ Կորինթացիս 2 գլուխ 15-16 համարները։ Մենք Աստծո համար Քրիստոսի անուշ բույրն ենք։ Այո, մենք անելիք ունենք։ Մենք Աստծո համար երկրի վրա լույս ենք։ Մենք երկրի համար աղ ենք։ Մարդիկ ենք, ովքեր որ պիտի ներկայացնեն երկրի վրա Աստծուն։ Աստծո խոսքն ասում է հետևյալը. մենք Աստծո համար, մենք Աստծո համար Քրիստոսի անուշ բույրն ենք։ Մենք մեր սեփական անձի համար չենք, մենք մեր ցանկությունների համար չենք, մենք մեր էգոյի համար չենք, մենք չենք պատկանում որևէ անձի, որևէ մշակույթի, մենք չենք պատկանում որևէ իշխանության, այլ պատկանում ենք Աստծուն։ Մենք Աստծո համար ենք։ Մենք Աստծո համար Քրիստոսի անուշ բույրն ենք։ Մենք Աստծո աչքերով Քրիստոսի անուշ բույրն ենք հանդիսանում այս աշխարհի մեջ, փրկվածների թե կորուսյալների։ Անկախ նրանից մարդիկ ուր են գնում, դժոխք թե դրախտ, մարդիկ ինչ տեսակ կենցաղավարություն են ապրում, հոգևոր մարդիկ են, անհավատ մարդիկ են, սրբություն են գործում, թե անարդարություն են գործում, մեր տեսակը չի փոխվելու ըստ մեր գտնվելու վայրի։ Անկախ նրանից որտեղ կգտնվես, մեկ բան է, որ քեզնից սպասվում է, փոխանցել մարդկանց Քրիստոսի անուշ բույրը։ Եվ այստեղ հարց է, իսկ դու փոխանցում ես Տեր Հիսուս Քրիստոսի անուշ բույրը։ Այն հանձնարարականը, որ այսօր տրված է ինձ եւ քեզ, արդյոք մենք մնում ենք հավատարիմ սրա մեջ։ Գործք առաջի գլուխ 9-11 համարներում խոսում է նրա երկրորդ գալուստի մասին։ Նա համբարձվեց, այո, բայց նաև պիտի գա։ Եվ Աստծո խոսքն ասում է. այս ասելուց հետո
Մինչ նրանք նայում էին, Հիսուսը վեր բարձրացավ եւ ամպը նրանց ծածկեց նրանց աչքերից։ Եվ մինչ նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք եւ Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին եւ նրանց ասեցին. «Ով Գալիլեացիներ, ինչ եք կանգնել ու երկինք եք նայում, այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ պիտի գա, ինչպես որ նրան տեսակ երկինք գնալիս»։ Տեր Հիսուսի համբարձումը դա նրա հաղթանակի, փառքի, իշխանության եւ ապագա հույսի հռչակումն է։ Համբարձումով ավարտվեց Տեր Հիսուսի երկրային ծառայությունը, բայց սկսվեց եկեղեցու առաքելությունը։ Համբարձումը սա Քրիստոսի հաղթանակի հռչակումն է, որ Տեր Հիսուս Քրիստոս հաղթեց մեղքին եւ մահվանը եւ մեզ շնորհեց հավիտենական կյանք։ Տեր Հիսուսը համբարձվեց եւ նստեց Հոր աջ կողմում որպես միակ բարեխոսը։ Հռոմեացիս նամակում 8-րդ գլուխ 34 համարում գրված է. «Ով է, որ դատապարտելու է, Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին, որ հարություն էլ առավ, Աստծո աջ կողմում է եւ մեզ համար բարեխոսել է»։ Աստվածաշնչում օգտագործված բարեխոս բառը ցույց է տալիս մեկին, ով խոսում է մեկ ուրիշի օգտին։ Մատթեոս ավետարանում ասում է. «Արդ ամեն ոք, ով որ ինձ մարդկանց առջև խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ հոր առջև, որ երկնքում է, իսկ ով մարդկանց առջև ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ իմ հոր առջև, որ երկնքումն է»։ Ուրեմն երկրի վրա կատարած քո հայտարարությունը արձագանք կգտնի երկնքում։ Ուրեմն ում է վերաբերվում այս բարեխոսությունը Տեր Հիսուս Քրիստոսի։ Վերաբերում է բոլոր նրանց, ովքեր որ իրենց երկրային կյանքում կդավանեն, որ Տեր Հիսուս Քրիստոսն է հանդիսանում իրենց Տերը եւ իրենց Փրկիչը։ Իսկ նրանք, ովքեր որ չեն հավատա, նրանք, ովքեր որ կմերժվեն, այդ նույն արձագանքը կստանան երկնքում Հոր Աստծո առջև։ Այո, համբարձումը ոչ թե սա բաժանում է, այլ նոր ներկայություն։ Հովանու 16-րդ գլուխ 7-րդ համար. «Ձեզ համար ավելի լավ է, ասում է Տեր Հիսուս, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա, իսկ եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ»։ Ուրեմն եթե ուզում եք որ Սուրբ Հոգին գա, ուրեմն Տեր Հիսուս պիտի գնար։ Տեր Հիսուսը համբարձվեց, որպեսզի Սուրբ Հոգին գա, ով գործելով մարդկանց սրտերում նրանց կառաջնորդեր դեպի Տերը։ Այո, համբարձումը եկեղեցու առաքելության սկիզբն է հանդիսանում, ովքեր որ լցված Սուրբ Հոգով կենթանի ավետարանը դուրս կգային եւ կքարոզեին, ինչպես 8-րդ համարում է գրված. Հիսուսը համբարձվելուց առաջ ասեց. «Դուք պիտի լինեք իմ վկաները այս աշխարհում»։ Մենք որպես քրիստոնյաներ, որպես Աստծո զավակներ չպետք է պարզապես նայենք երկինք, այլ մենք կոչված ենք գնալու աշխարհ եւ վկայելու Քրիստոսի մասին։ Եկեղեցին կոչված է ծառայելու, վկայելու, քարոզելու ավետարանը եւ հավատարիմ մնալու մինչեւ որ նա գա։ Եկեղեցին կոչված չէ միայն խոսելու Քրիստոսի մասին, այլ երկրի վրա ապրելու այնպես, որ մարդիկ տեսնեն Քրիստոսին իրենց ապրած կյանքի միջոցով։ Այո, նաև համբարձումը սա վերադարձի, Տեր Հիսուս Քրիստոսի վերադարձի խոստում ունի։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսակ երկինք գնալիս։ Այո, նա գալու է, սիրելի եկեղեցի, եւ սա ոմանց համար մխիթարություն է եւ ոմանց համար էլ վախ։ Հայտնության գրքում ասում է. «Ահա շուտով պիտի գամ եւ իմ վարձքը ինձ հետ է, որպեսզի յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցեմ»։ Տեր Հիսուս ասում է. «Այո, ես պիտի գամ»։ Եվ Տեր Հիսուս գալու եւ նա դատարկ չի գալու։ Նա վարձք է բերելու բոլոր մարդկանց համար, այո, արդարների էլ եւ անարդարների էլ, իրեն հավատացողների եւ չհավատացողների համար նա վարձք է բերելու։ Նա դատարկ չի գալու։ Ահա շուտով պիտի գամ, չի ասում երբ, բայց շուտով պիտի գամ
եւ իմ վարձքը ինձ հետ է, որպեսզի յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցեմ։ Ղուկաս ավետարանում ասում է. սակայն երբ մարդու որդին գա, երկրի վրա արդյոք հավատ կգտնի։ Երբ որ Տեր Հիսուս գա, սիրելիներ, աշխարհի մեջ, մարդկանց մեջ, չի փնտրելու բարոյական կերպար միայն, մարդիկ ովքեր որ հրաշալի բարեգործություններ են արել, մարդիկ ովքեր որ շատ հրաշալի մասնագետներ են, երբ որ Տեր Հիսուս գա, մարդկանց մեջ հանճարեղ ուղեղներ չի փնտրելու, այլ հավատք, ուղված Աստծուն։ Արդյոք կլինի այդ հավատքը։ Աստվածաշնչի մեջ սա մեծագույն հարցումներից մեկն է հանդիսանում։ Մարդու որդին երբ որ գա աշխարհ, արդյոք հավատ կգտնի։ Տերը թող օգնի բոլորի սիրելիներ, որ կենտրոնացած լինենք այս կարևոր հարցի վրա։ Կենտրոնացած լինենք Աստծուց տրված մեր առաքելության վրա, որպեսզի մենք նրան հավատարիմ գտնվենք։ Մենք պիտի իմանանք հետևյալը. ով որ որդուն ունի, նա հավիտենական կյանք ունի։ Ով որ որդուն չունի, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսին չունի, նա նաև հավիտենական կյանք չունի։ Ամփոփելով, աշակերտները ցանկանում էին իմանալ ժամանակները, բայց Հիսուսը նրանց ցույց տվեց ավելի մեծ բան, ցույց տվեց իրենց առաքելությունը։ Մինչ մենք ծառայում, ապրում եւ պաշտում ենք մեր սրտերում Աստծուն, ավետարանից հնչում է նույն խոստումը. այս Հիսուսը նույն ձևով պիտի գա։ Եվ երկու հարց մտորելու համար. Սիրելի եղբայր եւ քույր, ուր է ուղված քո հայացքը։ Արդյոք դու սրբությամբ ու հնազանդությամբ պատրաստված սպասում ես նրա վերադարձին։ Տերը թող օգնի իր շնորհքով առաջնորդի եւ մեզ պահի հավատարմության եւ հնազանդության մեջ։ Ամեն։